Թեև կարկուտը Հայաստանի համար սովորական երևույթ է, սակայն վերջին տարիներին նման մասշտաբային կարգտահարությունները կարծես ավանդույթի են վերածվում։ Ապրիլյան ցրտահարություններից հետո այս տարի բնության հասցրած այս երկրորդ հարվածն ավելի ուժեղ էր եւ գործնականում իջիկ է դարձնում գյուղատնտեսության աճը։ Տուժել է Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը։ Կարգտահարություն եղել է Սիսիան տարածաշրջանի Աշոտավան, Աղիտու, Անգեղակոտ, Նորավան, Դարբաս, Շամփ եւ էլի համայնքներում։ Գորիսի տարածաշրջանում կարգտահարություն եղել է Կոռնիձորում, Խոտում, Շինուհայրում, Հալիձորում, Կապան տարածաշրջանում եղել է Ուժանիսում, Սևաքարում, Կաղնուտում, Չապնիում եւ բոլոր համայնքներում կարելի ասել շատ թեքիչ կարգտահարության դեպքեր եղել է։ Միևնույն ժամանակ կարգտահարություն եղել է Մեղրիի տարածաշրջանում, դե Մեղրիում արդեն նախատեսված էր ցրտահարության հետ կապված 9 համայնքներ ցրտահարության հետ կապված արդեն առաջարկը ներկայացված է, այդ ցրտահարության հետ կապված իրենք կստանան հողի վարձի եւ ջրի վարձի փոխհատուցում։ Տուժել են եւ բանջարաբոստանային կուլտուրաները եւ պտղատեսակները։ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի խոսքով չի վնասվել միայն դաշտավարությունը։ Կարգտահարությունից հիմնականում տուժել են կաղամբի շիթիլները, լոլիկը, լոբին, կարտոֆիլն էլ որոշակի վնասվածություն ունի, բայց կարտոֆիլը վերականգնվում է։ Եվ որ համայնքներում, որ ասենք կոնկրետ կաղամբի հետ կապված, նոլիկի հետ կապված այդ շիթիլները վնասվել են կամ լոբին, համայնքներում նորից վերանորոգում են, նոր շիթիլներ են դնում կամ լոբին նորից դնում են։ Հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաները եւ պատղի հետ կապված բավականին լուրջ վնասվածություն կա։ Վնասատու թերթուրներից մեր բանջարանոցներն ու դաշտերը զերծ են, իսկ վարակից խուսափելու համար նրանք, ովքեր իրենց այգիներում նկատում են դրանց, պետք է ոչնչացնեն թունաքիմիկատների միջոցով։ Անհատապես յուրաքանչյուրը ինքը իր այգու նկատմամբ իր միջոցառումները կատարում է։ Նման մասսայական դեպքեր չունենք եւ մասսայական միջոցառումներ այս պահեդրությամբ մենք չենք կատարել։ Ընդհանրապես մեր օգնությունը գյուղացուն նա կլինի, եթե թունաքիմիկատի խանութը նման տեսակի թույնը չունի, մենք խանութին տեղյակ պահենք կամ ընդառաջենք նման տեսակը խանութում լինելու համար։ Ընդհանրապես մենք հետևում ենք, որ մարզի պահանջվող թունաքիմիկատների տեսականիները խանութներում լինեն։ Մարզն ապահովված է ազոտական պարարտանյութով, խոշոր ֆերմերային տնտեսություններն արդեն ձեռք են բերել եւ պահեստավորել։ Պարարտանյութը յուրաքանչյուր համայնքներին հասնում է ըստ իրենց հայտի եւ կարելի ասել ըստ պահանջի։ Այս պայդրության մարզը ներկրվել 1933 տոննա ազոտական պարարտանյութ։ Համայնքներում կարելի ասել է սովորադրության պահանջներ չկա, յուրաքանչյուրը ստացել են 1 պարկը 6000 դրամով, մեքենաներով պարարտանյութը գնացել է հասել համայնքներին։ Նույնը դիզվառելիքը մարզի համար պահանջ է ներկայացված եղել 1.500.000 լիտր։ Այս պայդրությամբ կարելի ասել կատարած աշխատանքների համար քիչ է օգտագործվել է 600.000 լիտր։ Դեռևս 900.000 լիտրի մնացորդ կա, որ համայնքները կարող են վճարումները կատարել, դիզվառելիքը համապատասխան քանակով ստանալ 1 լիտրի արժեքը 350 դրամով։ Արդեն սկսվել է խոթհարքը, իսկ առջևում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքն է։ Ինչպես է գյուղվարչությունն աջակցելու գյուղացուն։ Մենք հետևում ենք, տեղեկանում ենք, որ այսօր տեխնիկան ճիշտ է, հին է, մաշվածություն ունի, բայց ֆիզիկապես պատրաստ է եւ այսօր արդեն նախապատրաստում ենք հատիկի հնձի աշխատանքների, խոթհունձը սկսված է, հատկապես խոթհնձիչների հետ կապված սովորադրության մարզը կարելի ասել լիովին ապահովված է գերմանական եերով։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա այստեղ կարծես թե ամեն ինչ լավ է։ Պետպատվերի սահմաններում սկսվել է կատարվել միջոցառումները, դաբախ, սիբիրախտ, ստուգումներ, բրիչլոս, տուբերկուլյոզ, խոզերի ժանտախտ։ Պետպատվերի սահմաններում բոլոր տեսակի կենդանիների պատվաստումները սկսված է եւ արդեն անասունները մայիսի 20-ից տեղափոխվում է դեպի արոտային շրջան։ Կարելի ասել արդեն տեղափոխումը ավարտված է եւ որոշակի միջոցառումներ ժամանակի ընթացքում, եթե թերի է, առաջկա շաբաթում կավարտվի։ Հիվանդություններ եզակի բրիչլոզի դեպքեր նկատվում այս պահի դրությամբ։
Սասյունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն է, պատկերը նույնն է կամ ավելի վատ մյուս մարզերում, իսկ գյուղատնտեսությունը Հայաստանի համախառն ներքին արդյունքի 19-ից 20%-ն է կազմում, հետևաբար ոլորտի աճի մասին խոսելն ավելորդ է։ Բուսաբուծության մասով կունենանք անկում, իսկ անասնապահությունը հազիվ թե կարողանա այդ անկումը փոխլրացնել, սա դեռ ամենը չէ։ Գյուղմթերքներն էապես ազդում են նաև գնաճի մակարդակի վրա ու հավանաբար գնաճն էլ այս տարի բարձր կլինի։ Այսպիսով կկանգնենք մի շարք լուրջ մարտահրավերների առջև, որոնց հաղթահարման ուղիները դեռևս պարզ չեն։ Հանրապետությունում դիմորդները 5 առարկաներից արդեն միասնական քննություն են հանձնել։ 5-րդը ֆիզիկա առարկայից էր, որը կայացավ հունիսի 10-ին։ Կապանում հայտ ներկայացրած 66 դիմորդից քննությանը մասնակցեց 63-ը։ Քննակենտրոնում կազմակերպական աշխատանքներն ավարտվել էին դեռ հունիսի 1-ին։ Տեսախցիկներն ու խլացուցիչները տեղադրվել են, քննասենյակները պատրաստել։ Դիմորդներին մնում էր ճիշտ ժամանակին ներկայանալ ու անցնել աշխատանքի։ 9:30-ին սկսվել է քննությունը։ Մինչ այդ քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մկրտումյանը բացատրեց կարգն ու քննաթերթիկները լրացնելու ձևը, որից հետո ծնողների ներկայությամբ բացվեցին ծրարները եւ առաջադրանքները բաժանեցին դիմորդներին։ Թե ինչպիսին էին դրանք, պարզ դարձավ քննության ավարտին, ինչին անհամբեր սպասում էին նաեւ ծնողները։ Իդեպ վերջիններս նշեցին, որ որևէ կերպ չեն խանգարել իրենց երեխային մասնագիտության ընտրության հարցում։ Երեխայի մասնագիտության հարցում ես ոչ մի, այսինքն ուղղություն ցույց չեմ տվել, երեխան ինքն է ընտրել ճարտարագիտական համալսարանը Կապանի, օգտակար հանածոներ եւ հետախուզում բաժինը։ Ֆիզիկա առարկան հասնո անվճարի համար ենք պայքարում, հույսով եմ լավ կլինի, սպասում ենք անհամբեր։ Երկրորդ տղաս է, որ բուհական քննություն է հանձնում, ընտրել ենք ինժեներ մեխանիկի մասնագիտությունը։ Պատրաստ երեխա է, ինչպես իմին, այնպես էլ մյուս բոլոր հանձնողներին մաղթում եմ հաջողություն եւ կյանքում եւ ուսման մեջ բարեհաջող քննություն տան եւ մտնեն կյանք։ Ես բոլորին ցանկանում եմ հաջողություններ, բոլորը դուրս գան այնտեղից ժպտերից, ամենակարևորը չլարվեն, ցանկանում եմ բազում հաջողություններ։ Նրանցից ոմանք արդեն պատկերացնում էին, թե ավարտելուց հետո որտեղ կարող է աշխատել իր տղան կամ աղջիկը։ Մտածում եմ ճիշտ է ընտրել, որովհետև հիմա շատ-շատերը ընտրում են տնտեսագետ, իրավաբան եւ ինժեներներ շատ քիչ ունենք։ Ինքս էլ ինժեներ եմ, մտածում եմ, որ ճիշտ է, ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Ամենտեղ էլ մեխանիկի, տրանսպորտնիկի պահանջարկ կա, հատկապես ասենք մտածում եմ ագարակում, որտեղ գործում է պղնձամոլիբդենային կոմբինատը, այնպես որ մտածում եմ խնդիր չի լինի աշխատանքը, հետագայում աշխատանքի տեղավորվելու հարցում։ Ընդհանուր առմամբ քննությունն անցավ կանոնակարգված եւ առանց միջադեպերի, ասաց քննական կենտրոնի ղեկավարը։ Երեխաները շատ հանգիստ, ստումա ծնողներից էլ հարցրած կլինեք, նորմալ աշխատեցին, դուրս են գալիս արդեն։ Չնայած դեռ վաղ է քննությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ գնահատականներ հնչեցնել, այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ այս տարի դրանք ընթանում են անաղմուկ եւ առանց տարաձայնությունների։ Այս հարցում Սասուն Մկրտումյանը իր տեսակետն ունի։ Քննականից կուլտուրան է բարձրացել իմ կարծիքով։ Ես էլ նկատում եմ տարվա վրա ավելի հանգիստ են երեխաները։ Ինչ վերաբերվում է քննություն հանձնած դիմորդներին, ապա Բարդ չէ, բայց դե բոլորն էլ շտեմարաններից էր, հեշտ եմ գրել, 70 հարցից 60 հարցը գրել եմ։ Հեշտ էր, այդքան դժվար չէր, եթե լավ պարապենք հասած ավելի լավ կարային գրեի, բայց ընդհանուր առմամբ շատ բարդ չէր էլի, եթե սովորել ես կարաս գրես։ Օտար լեզուներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 13-ին, իսկ մաթեմատիկայից 17-ին։ Այնուհետև հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից եւ քիմիայից։ Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին, վերջին քննությունը ռուսաց լեզվից է։ Նշենք նաեւ, որ ավարտական դպրոցական քննությունները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունից 1 օր առաջ։ Իդեպ դիմորդը տեղում կարող է վերցնել լրացված թեստային առաջադրանքի պատճենը եւ երբ առաջադրանքի պատասխանները կտեղադրվեն համացանցում, համեմատել եւ մոտավոր պատկերացում կազմել իր գնահատականի վերաբերյալ։ Մայիսի 28-ից հունիսի 8-ը Երևանի Բանաց ֆուտբոլային մարզադաշտում անցկացվեց դպրոցականների ֆուտբոլի Կոկա-կոլայի գավաթի խաղերը։ Մրցաշարում Կապան քաղաքը ներկայացրեց Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի Խուստուփ ֆուտբոլային թիմը։ Այս թիմը շատ մեծ հեռանկար ունեցող թիմ է։ Իհարկե Կոկա-կոլա մրցաշարը համարյա թե նման է նախկին խորհրդային միության ժամանակ կաշվե գնդակի առաջնություն կար։ Այդ առաջնության նման է եւ այստեղ մեծ մասսայականություն ա եղել ֆուտբոլը։ Երեխաները զբաղվում բավական ասել որ 1400 դպրոց դա քիչ չի։ Եթե ամեն դպրոցից 8 երեխա, ել չեմ ասում, ասենք դեպք մասնակցում են նաեւ
բակերի երեխաներ բան, տենց ուզում ասեմ մեծ մասսայականություն վայելող գավաթի առաջնությունը։ Խուստուբ թիմը հաղթանակելով 4 խաղ հասավ եզրափակիչ փուլ։ Այստեղ թիմին 4-2 հաշվով գերազանցեց Գյումրիի Նոր կյանք դպրոցի թիմը։ Շատ մոտ էինք գավաթը նվաճելու, բայց փացավոք սրտի ինչ որ հանգամանքներ խանգարեց մեզ։ Կոկա-կոլայի գավաթի մրցաշարը, մնացած մրցաշարերի հետ համեմատած ունի իր առանձնահատկությունները։ Ամենամեծ առանձնահատկությունն նա է, որ այդ մրցաշարի մասնակցում են ոչ միայն տղաներ, պատանիներ, այլ նաև աղջիկներ։ 2 աղջիկ եւ 8 տղա։ Ընդ որում այդ 2 աղջիկները պարտադիր պետքա խաղադաշտ լինեն։ Եվ այդ տեսակետից մենք թերացել էինք, որտեղ մենք չունենք աղջիկների ֆուտբոլի թիմ, եւ ես մրցաշարին տալի այն աղջիկներին, ովքեր ուղղակի սիրում են։ Այսինքն նրանք ոչ թե ֆուտբոլիստներ են, այլ սիրում էին ֆուտբոլ։ Եվ նրանք ճիշտ ասած ամեն ինչ արեցին, որ օգնեին թիմերին, բայց դա քիչ է։ Այն թիմերը, որոնք մրցանակային տեղ բռնեցին, հատկապես առաջին տեղ գրաված թիմը Նոր կյանքը։ Պետք է ասել, որ 2 աղջիկ ուներ, որ տղաների հավասար համաչափ խաղում էին։ Բանից դուրս էր գալիս, որ մենք խաղում էինք 5-7-ի դեմ դաշտում։ Մրցանակային տեղերից բացի հատուկ մրցանակ էր սահմանված նաև լավագույն աղջիկ եւ տղա ֆուտբոլիստ անվանակարգում։ Լավագույն ռմբարկում Կապանի թիմից էր։ Էրիկ Աթայանին մրցանակը հանձնեց Հենրիկ Մխիթարյանը։ 4 տարի ես զբաղվում եմ այս Կոկա-կոլայի առաջնությունով։ Առաջին անգամ դարձա լավագույն խաղացող 1400 դպրոցներից։ Շատ լավ էր, մեզ տվեցին նվերներ, ամենին մեդալներ։ Հենրիկ Մխիթարյանը հանձնեց ինձ այդ նվերը։ Առաջին տարին է, որ մասնակցում եմ այս մրցույթին, տպավորությունները շատ լավ են, շատ հետաքրքիր գնացինք, շատ լավ ժամանակ անցկացրինք, գրավելով երկրորդ տեղը շատ ուրախացանք։ Միշա Մանուչարյանը նշեց, որ դպրոցի համար այս մրցաշարը նորություն չէ, նրանք ունեն հարուստ փորձ։ 14 տարի աշխատում եմ այստեղ ֆիզկուլտուրա ուսուցիչ եւ այդ ավանդույթները ֆուտբոլային այստեղ կա։ Դա սկսել է նախապատմությունը հետևյալն է։ Ինը Կոկա-կոլան իր գավաթի առաջնության մրցաշարը միշտ անցկացնում եւ առաջինը անցկացվել 1998 թվականին, նույնիսկ այդ տարին հիշում եմ ինչի համար, որովհետեւ այդ տարի նաեւ Ֆրանսիայում աշխարհի առաջնություններ կայանում եւ այդ տարի մենք մեր դպրոցում Երջանկահիշատակ Համլետ Կամովիչի գլխավորությամբ իր հետ համատեղ բացել ենք 2 ֆուտբոլային դասարան, որոնց հավաքականն հենց մասնակցեց այդ առաջնությանը եւ հենց առաջին փորձը մեզ համար շատ հաջող ավարտվեց։ Նույնիսկ կարելի ասել 2 տարով մեզանից մեծերի հետ առաջնությանը մեր տղաները կարողացան լավագույն ձևով հանդես գալ եւ մենք մրցանակային նվաճեցինք գավաթը Կոկա-կոլայի։ Անուհետեւ Կոկա-կոլան դադար տվեց, ահագին ժամանակ չանցկացրեց մրցաշար եւ 2006 թվականից նորից վերսկսվեց այդ մրցաշարը։ Մրցաշարի կազմակերպիչները բոլոր մասնակիցների համար պատրաստել էին նվերներ, Sony ապրանքանիշի սմարթֆոններ, գնդակներ, պայուսակներ եւ Coca-Cola բրենդավորված այլ նվերներ։ Միշա Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր թիմի կողքին էին։ Կուզենայի մի շնորհակալություն ասեմ մարդկանց, որոնք աջակցեցին մեզ այս հաջողության հասնելու, հատկապես կրթության մարզպետարանի կրթության բաժնի պետ, որը աջակցեց մեզ, նույնիսկ եկավ եզրափակիչ հանդիպման ականատես եղավ, մեր տնօրեն պարոն Բեգլարյանին, որը ամեն հարցում մեզ աջակցում է եւ յուրահատուկ մոտեցում տալիս մեր դպրոցի լավագույն մարզիկներին, չէ՞ մենակ ֆուտբոլը չէ, մեր դպրոցը իրոք սպորտային դպրոց է, եւ այդ տեսակետից պետք է ասել մանկավարժները մեր շատ լավ աջակցում են եւ մենք կարողանում ենք այդ մանրամարզիկներին յուրահատուկ մոտեցում ցույց տալ։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Արտուր Մարգարյանին, որը պետք է ասել, որ ամեն ինչ արեց իրանից կախված, այն որ անհնարին է նույնիսկ ինքը արեց, որպեսզի երեխաները լավագույն ձևով հասնեն Երևան, Երևանից հետ գան, ապահովեց ծնունդը ամեն ինչը, որ երեխաները ոչ մի բանի կարիք չզգան։ Coca-Cola ընկերությունը Հայաստանում դպրոցականների ֆուտբոլի գավաթ մրցաշար կազմակերպում է 2006 թվականից։ Նպատակը դպրոցներում ևս զարգացնել այս սպորտաձևը, ինչն էլ նպաստում է ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալուն։